Կա ինչ-որ վիճակագրություն ֆինանսական զերծարարության մասով դինամիկան ինչպիսին է շատանում է, քչանում է եւ որպես հարցի շարունակություն ըստ ձեզ բավարար է արդյոք բանկերի կողմից ֆինանսական գրագիտության ավելացման համար արվող միջոցառումների եւ քայլերի բավական է թե ոչ եւ կան ինչ-որ ռեկոմենդացիաներ որը կենտրոնական բանկը կարող է փոխանցել բանկերին, որպեսզի այդ մակարդակը բարձրանա։ Ես կարծում եմ, այդտեղ մենակ բանկերի հարց չի, այդտեղ բոլորիս հարցն է, ներառյալ կենտրոնական բանկի։ Երբեք բավարար չի, որովհետև այն գործիքները կամ այն հնարքները, որ զեղծարարները իրականացնում են, իրանք գնալով ավելի դառնում են բարդ։ Ու այդ տեսանկյունից մարդկանց կոմունիկացնելը դառնում է մեր համար բարդ։ Զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերը արել են իրենց այդ ներքին համակարգերում, բայց նախ հարցը շատ կարևորելով ու շնորհակալ լինելով հարցի համար, ես կուզեի մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի շատ ուշադիր լինեն իրենց անձնական տվյալների հետ կապված։ Ես ինքս հանդիսանում եմ զոհ հարցակման, այսինքն փորձում են անընդհատ հարցակվել իմ email-ի վրա եւ այլն, ու ես ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր անվտանգությանը, IT անվտանգությանը, ճշտում եմ ինչ անել, պրոտոկոլը որն է ու գործում եմ ըստ պրոտոկոլի։ Հիմա մարդիկ նույն կերպ պիտի վարվեն, որովհետեւ տարբերություն չկա, դու կենտրոնական բանկի նախագահն ես, թե ուսուցիչ ես, թե ճարտարապետ ես, թե ֆինանսիստ ես։ Դու պիտի հետևես հիգիենայի կոնկրետ պայմանների։ Այդ կոնկրետ պայմաններից մեկը այն է, որ դու քո անձնական տվյալները որևէ պարագայում որևէ մեկին չպիտի փոխանցես։ Ինչ պատրվակով ուզում են քեզ փորձեն համոզել։ Ցանց են փոխում, 5G են ավելացնում, էկրանը հեսա կսևանա, կսպիտակի, այս կլինի, այն կլինի։ Այսինքն իրանց ձևակերպումները զեղծարարների գնալով դառնալու են ավելի կրեատիվ, հմուտ, չգիտեմ։ Ուստի մենք միակ բանը, որ կարող ենք այս պայծրությամբ մեր հայրենակիցներին խորհուրդ տալ, դա այն է, որ հետևեն հիգիենայի պայմաններին։ Ոնց որ իրանց տան դուռն են փակում ամեն անգամ տնից դուրս գալուց ֆիզիկական տարածքի մեջ, որ հանկարծ ինչ որ մեկը չմտնի իրանց տուն։ Նույն կերպ պիտի իրանց վիրտուալ տարածքը կամ էլեկտրոնային տիրույթը պաշտպանեն։ Այդ շատ կարևոր է։ Ու այդ տեսանկյունից մենք կարանք ու բանկերն էլ ներ են դնում անընդհատ ինչ որ նոր համակարգեր, որոնք կպաշտպանեն մարդկանց։ AI պիտի աշխատի դրա տակ, որպեսզի հասկանան, բայց ամեն դեպքում, եթե մարդը չեղավ ծայրահեղ ուշադիր ինքը իր տվյալների, ինքը իր տիրույթի վերաբերյալ, այդտեղ պաշտպանելը հաճախ լինում է անհնար։